Ինչ եղավ, պարզվեց։ Ներգրավեցիք դուք։ Ներգրավել են, բայց չեն փոխվել։ Վերջացել են քննչական Ձեր գործը։ անունը կասեք Հայրապետյան Արամայիս, Հայրապետյան Արամայիս։ Միջնորդություն է ներկայացվել դատարան հիմա պարոն Ղուկասյանին տեղափոխում են դատարան։ Այս բայդերությամբ դեռևս միջնորդությունը որքան հասկանում ներկայացված չէ, բնականաբար չէ կարող ներկայացվածներ, որովհետև նոր են մեղադրանք առաջադրում։ Եվ ամենայն հավանականությամբ միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ նաև պարոն Ղուկասյանին կտեղափոխեն դատարան։ Այս բանի դեռևս պարոն Ղուկասյանը կորուպցիոն կոմիտում։ Պատացել երկու անգամներ իր ինքնազգացողությունն է պատացել, որտեղ Իր համար են կանչել։ Չէ։ Չէ, իր համար։ Չէ, ինքը ու չեմ ասի առողջական վիճակը նորմալ է, բայց շտաբության մեքենան իր համար չի եղել։ Մի բան ճանապարհին ինչ-որ բռնություն գործադրվել է պարոն Ղուկասյանի նկատմամբ, ինքը այդպեսի բան ասել է։ Այս բային մեկ նման տեղեկություն անձամբ ես չունեմ։ Իսկ մեղադրանքի մասով ինչ ասում եք, ձայնագրությունը ի վերջո, ինչ ձայնագրություն է, երբ է եղել, ինչ խոսակցություն է եղել։ Նայեք, 4 միլիոնը։ սկզբից հաղորդագրություն էին, որ տարածվեց դրվագների մասին, թե բրապորի շինությունները օրինականացնելու եւ այլն։ Այդ դրվագներով որևէ մեկի ժամանակ պարոն Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Այդ դրվագները վերաբերվել են 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր եւ 25 թվականի փետրվար ամիսներին, որի ժամանակ պաշտոնակատարն այլ անձ է եղել, դուք գիտեք ով է եղել։ Բայց չի հետքում որ դա իր խոսակցությունն է պարոն Հերոսյան։ Հիմա վերջի ձայնագրության հետ կապված։ Ձայնագրության այդ հատվածական տարածումը, որը եղավ լրատվական միջոցներում, այդ հատվածական տարածություններում որևէ խոսք չկա կաշառքի մասին։ Ընդ որում Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու համար, այսինքն որ որևէ մեկից կաշառք է ստացել։ Մեղադրանքը վերաբերում է նման, որ իբր որևէ մեկից պահանջել է, չի ստացել։ Պահանջել է կաշառք, բայց պարոն Ղուկասյանը իր մեկնաբանությունը տվել է։ Նախ հերքել է որևէ մեկի հետ գումարային որևէ խոսակցություն լինելը, շատ մանրամասներ չեմ ասել, բայց ամեն դեպքում ցանկացած խորհրդակցությունների ժամանակ պարոն Ղուկասյանը բոլորի հետ խոսում է մեկ գումարների մասին։ Եթե ինքնակամ շինությունները կօրինականացվեն, իշխան կկազմի դրանց գույքահարկը։ Եվ անօրինական շինությունները օրինականացնելու պարագայում քաղաքային բյուջե ինչ գումարներ կմտնեն։ Խոսքը եթե անգամ եղած լինի, կարող է եղածնել բացառապես դրա մասին։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, կրկնում եմ, թե ավել բան ունեն, ավել տեղեկություն ես չունեմ։ Ամեն դեպքում հրապարակված ձայնագրությունների մեջ դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող են վերաբերվածնել բացառապես գույքահարկերին կամ օրինականացման վճարներին։ Մեկ նրբություն, կներեք սա, մեկ նրբություն։ Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրի քաղաքում մինչև 2004 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունները օրինականացնել։ Եվ հիմա ցանկության դեպքում անգամ անհնար է դրանք օրինականացնել։ Եթե օրինականացվում է անօրինական շինությունը, քաղաքային բյուջե եւ օրինականացման համար եւ հետագայում գումարներ են մուծելու։ Հիմա Գյումրու համայնքապետարանը դիմել է կառավարությանը առաջարկով, որպեսզի նոր ժամկետ սահմանեն ապօրինի շինությունները օրինականացնելու։ Եվ դրա համար կա նաև հաշվարկ, թե այսքան 1000 ապօրինի շինություն օրինականացնելու դեպքում ինչքան գումարներ կմուտքագրվեն բյուջե։ Հայոյանքներում են ուղղված։ Ինչ է։ Հայոյանքներում են ուղղված։ Ախ այդ հայոյանքները կոնտեքստից դուրս անհասկանալի է դրանքում կարող է խոսքի մեջ էլ եղած լինեն կամ առհասարակ Վարդան Ղուկասյանն չի ընդունում այդ խոսակցությունները իր կողմից կատարված եղած։ Կարող է մեկ այլ խոսակցությունից վերած կծրացնեն մեկ այլ խոսակցության, օրինակ մեկ խոսակցության մեջ առհասարակ ձայն չի լսվում, միայն այնտեղ գրավոր տեքստն է հրապարակվում։ Ես ինչ եմ անում, դրանք ինչ ձայնագրություններ են։ Ամեն դեպքում այդ ձայնագրությունների ամբողջական տարբերակ ունենալու դեպքում կհիշի միգուցե անձը թե կոնկրետ որ դեպքին եւ ինչին է վերաբերվել եւ հստակ բարձաբանում կլինա, իսկ կդորների մեջ հիմա օրինական ճանապարհով են այդ ձայնագրությունները արվեգախնալսումները։ Բացի ձայնագրության հրապարակ մենք այս փուլում որևէ հարց չենք դեռ բարձրացնում, որտեղ նոր մարդուն մեղադրանք առաջադրին, այսինքն որևէ process չկա։ Հիմա այդ ձայնագրությունները եղել են, չեն եղել, օրինական են եղել, չեն օրինական չեն եղել կամ ստեղծվել են եղել ինչ-որ արհեստական միջոցներով, այդ հարցերի պատասխանը բարույթի ընթացքում գտնվել։ Այս բայդը ասել օրինակ պարոն Ղուկասյանը իրենից կաշառք։ Ոչ, չկա նման բան։ Իսկ այդ կաշառք տվողը ով է, ուր է։ Մարդը չի ճանաչում այդ անձը։ Իսկ այդ մարդուն հայտնաբերել է, ես այդ հարցը երևի իրեն պետք է տա, բայց վստահաբար եթե հայտնաբերած լինեին,
մեղադրանքի որոշման մեջ նշված կլիներ։ Պարոն Հայրապետյան, եթե հստակեցնենք այս պահին, հա, ինչ մեղադրանք է առաջադրվել, դուք ինչ եք պատրաստվում անել ձեր հետագա գործողությունները։ Այս պահի դրությամբ խոշոր չափերի կաշառքի պահանջի մասին է խոսքը, որ իբր խոշոր չափի կաշառք է պահանջել։ Առաջադրվել է, հայտնի է ումից, բայց մեղադրանքի որոշման մեջ չի նշված, որ որևէ մեկը ասել է, որ Վարդան Ղուկասյանի հետ կաշառքի շուրջ համաձայնություն է ձեռք բերել, այլ մեղադրանքի մեջ ըստ էության նշում է միայն օպերատիվ ճանապարհով ձեռք բերված ինչ-որ տվյալների մասին։ Այսինքն դատավարական իմաստով ապացույցի մասին որևէ տեղեկություն չկա։ Պարոն Հայրապետյան, ձերբակալված այսպես են 7 անձինք, ինչ ձևով են կապվում պարոն Ղուկասյանի հետ, ինչ կապերով, շերերով, գործողություններով։ Եկեք տարանջատենք, էլի։ 7 անձանք, 7 դրվագներ են նկարագրված, ընդամենը մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Ես հասկանում եմ, որ իշխող կուսակցության համակիրները սկսեցին շտապել եւ կաշառքների շղթա ներկայացնել, թե իբր տեսեք, այսքան ընդամենը մեկ դրվագն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Այն մնացած ձերբակալությունները չի իրականացվել Վարդան Ղուկասյանի դրվագի շրջանակներում։ Այլ գործ է, նույն գործի մեջ այս ժամանակահատվածում դեպքեր են, որի ժամանակ Վարդան Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Եթե այդ ընթացքում որևէ մեկը կաշառք է վերցրել խմբի կազմում, այդ եւ խումբը եղել է համայնքի ղեկավարը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այդ ժամանակ այլ անձ է եղել համայնքի ղեկավարը։ Ներողություն, մի բան հասկանանք, 8 անձ ձերբակալվել է, ներառյալ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բայց բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել, կաշառք ստանալ, այդ 4 միլիոնը բոլորի մեջ պետք է բաժանվեր։ Ասում եմ, մյուսները եւս տարբեր դրվագներ կան 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, 25 թվականի փետրվար։ Ինչի բոլորին փաթեթով որոշություններ։ Դե հենց որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ աղմուկը մեծացնենք։ Որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ արհեստական աղմուկ, այսինքն խմբակային ինչ որ մեղադրանք չի, անհատական 8 առանձին քրեական վարույթներ է նախաձեռնվել։ Հիմա միացվել են, բայց դրանք նախաձեռնվել են առանձին տարիների ընթացքում։ Միացվել է, ստացվում է այդպես 4 միլիոնը, 8 հոգու մեջ պետք է բաժանվեր մարդան ինչ փող ասել։ Հիմա նայեք, 4 միլիոնը, ախր դուք ասում եք 4 միլիոն, քրեական վարույթ ահ, 4 միլիոնի մասին չէ։ Քրեական վարույթը 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, փետրվար ամիսներին կատարված բազմադրվակ ենթադրյալ ինչ-որ գործողությունների մասին է, որը Վարդան Ղուկասյանին չի վերաբերվում։ Վարդան Ղուկասյանին վերաբերելի ինչ-որ հատված են վերցրել, կպչել են այն մյուս բազմադրվակ գործերին, որպեսզի մեկ գործի շրջանակներում արհեստական աղմուկ ստեղծեն, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ այսպիսի գործ է բացահայտվել։ Ճարտարապետի ինչ առնչություն ունի այս գործին, պարոն Ղուկասյանի հետ, որովհետեւ դրվագով կապվում է պարոն Ղուկասյանի դրվագին։ Կոնկրետ պարոն Ղուկասյանի դրվագին այո կապվում է։ Դե հիմա ես չեմ կարող շատ բաներ ասել, իբր թե մոտավորապես այն, որ իր միջոցով ինչ-որ մարդկանց հետ ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել։ Միայն ճարտարապետի դրվագն է առաջվում պարոն Ղուկասյանի։ Ճարտարապետի դրվագ կա նաև այլ ժամանակաշրջանում, որի հետ Վարդան Ղուկասյանը կապ չունի։ 3 ամսով հայտնեմ ասում։ 2 ամսով է, նախ չեն կարող 3 ամսով, բայց ձերբակալման որոշումը կայացվել է դատարան խափամիջոց կալանք ընտրելու հարցի քննարկման համար։ Բոլորի նկատմամբ էլ նույնն է։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Գնալու Սարիկ Մինասյանն էլ ներգրավեց ամեն ինչի մեջ։ Չեմ հավատում։ Կամաց իրաց վրա դուրս։ Չեմ հավատում։ Օրենքի դաշտում ամեն ինչ հնարավոր է։ Այսօրվա քաղաքական իրավիճակում բացառիկ։ Դուք հետագայում ոչան կներեք էլի։ Դուք հետագայում հնարավոր է օրինակ միջնորդեք, որ Սարիկ Մինասյանը օրինակ ներգրավե։ Նայեք, ոնց որ ասում են, այս պայտերությամբ մուշնել է իրենց սերը, մեղնել է իրենց սերը։ Վստահ եմ իրենց մոտ իրական դեպքերի ձայնագրությունները կան։ Եվ այդ ձայնագրությունների մեջ համոզմունք ունեմ, թե իրական շղթաները բոլորին լավ էլ հայտնի է, եւ այդ իրական շղթան գործել է մինչև Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը։ Բայց ինչու դրանք դա չեն անի։ Միանշանակ չեն անի, որովհետև ես կրկնում եմ, այս process-ը ամենևին կաշառքի մասին չէ։ Կաշառք բառը օգտագործում են բացառապես մեկ նպատակով, որպեսզի Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական process-ները փորձեն կոսկել այդ կաշառք բառի տակ ընդամենը։ Հակառակ դեպքում, եթե դուք ունեք այդքան շատ ապացույցներ փետրվարից սկսած, անցած տարվա նույնիսկ հոկտեմբերից սկսած, ինչու մինչև հիմա օրինակի համար Սարիկ Մինասյանին կամ նույն գլխավոր ճարտարապետին գրեթե 1 տարի առաջ տեղեկություն ունեիք, ինչու 1 տարվա մեջ ոչ մի բան չի կանել։ Հիմա դուք ինչ եք պատրաստվում անել։ Այս պայթրությամբ փորձել ամեն ինչ անել, որպեսզի ապօրինի միջնորդությունը կալանքի մասին մերժվի։ Առաջնային նպատակը դե դրանում պետք է գնանք, որ դա անենք։ Առաջնային խնդիրը դա է։
Հիմա պարոն Ղուկասյանը ներսում է։ Այո, ներսում է։ Ներսում է։ Հա, երբ որ դատարան միջնորդություն ներկայացրեցին, իրեն տեղափոխեն։ Չէ, դες չեն ներկայացրել։ Ներկայացրել են հակակոռուպցիոն փոխանցում։ Չեն կարող ներկայացնել։ Եթե ներկայացել են միջնորդություն, ուրեմն դա հերթական ակնհայտ ապօրինություն է։ Հիմա դուք Անհնար է անձին առանց մեղադրանք առաջադրելու, մեղադրանք առաջադրելու process-ը նոր ավարտվեց։ Եթե նրանք միգուցե արդեն կալանքի որոշումն է կա, դա էլ է հնարավոր, իսկ բան չունեմ ասելու։ Արդեն Ղուկասյանին կալանավալու միջնորդություն է ներկայացվել, այո։ Ներկայացվելու թե ներկայացվել։ Ներկայացվել դատարան։ Եթե դա ճիշտ է, դա ակնհայտ ապօրինի է։ Օրենքը հետևյալն է, նախ անձին պետք է ներգրավեն մեղադրյալ ներգրավելու համար մեղադրանք պետք է առաջադրեն, որից հետո նոր մեղադրյալի հետ միաժամանակ խափանման միջոցի միջնորդությունը ներկայացնեն դատարան։ Մեղադրանք առաջադրելու process-ը 5 րոպե առաջ ավարտվեց։ Ես դուրս եկա, նոր ավարտվեց, դուրս եկա։ Այսինքն ենթադրվում է, որ կալանքի միջնորդությունը պետք է հաջորդի դրան։ Չի կարող նախորդի դրան։ Օրենքի տեսակետից։ Սա ինչի մասն է։ Այն մասին է վկայում, որ կալանքի որոշումներ է միգուցե արդեն պատրաստ, եթե ամեն ինչ այսպես ժամանակից առաջանան։ Դուք հիմա ձայնագրություն կեղծեք համարում։ Ես ձայնագրությանը նախ ծանոթ չեմ, երկրորդը ձայնագրությունը համարում եմ ոչ վերաբերելի որևէ անօրինական գործողության, դա վերաբերելի չէ։ Այդ ձայնագրության մեջ կա կաշառք պահանջի մասին որևէ բան։ Մի հատ հատված է, թե դրան նախորդը ինչ է եղել, հաջորդն ինչ է եղել, մեջտեղն ինչ է եղել, որևէ մեկը չգիտի։ Պարոն Հարապետյան, այդ ձայնագրությունը հեռախոսային գաղտնալսում է, թե աշխատասենյակում, որտեղ տանը ինչ միջավայրում է եղել։ Իմ պատկերացմամբ դա ոչ թե հեռախոսային խոսակցությամբ, այլ հեռախոսով իրականացված ձայնագրությունը, որը կարող է իրականացնել եւ հեռախոսային խոսակցությունը եւ դեմարդել բան։ Իսկ այն մնացածը, որը կար ըստ էությամբ Կաբինետ։ Չէ, այդ ձեր ասած դրոնովը, դա օպերատիվ նկարանում է։ Եթե մենք նայում ենք օրենքի տեսակետից, դրանք ապացույց չեն։ Անկախ դրանից, ներկա օրենսգիրքը սահմանում է օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքները ապացույց չեն։ Կա գաղտնի քննչական գործողություն, եթե գաղտնի քննչական գործողությամբ անում են, ապացույց է։ Եթե որպես օպերատիվ հետախուզական գործունեություն են իրականացնում, դա ապացույց չէ, սա մեկ։ Երկրորդը հարցի մյուս կողմն է, թե ինչքանով է դա օրինական։ Այսօր մեր իշխանությունին օրինական ոչ մի բան չի դարձվում։ Այսօր մեր իշխանությունին դարձվում են տեմը ֆոնը ստեղծել ինչ-որ բանի։ Անկախ նրանից դա կլինի օրինական թե անօրինական։ Հիմա դա օրինական է, թե անօրինական, մենք երբ որ համապատասխան հիմքերը վերցրեցինք, որ կարող են գնահատել, այս բանը չեմ կարող ասել։ Պարոն Հայրապետյան, Դա չեմ կարող ասել։ վերադառնանք շտապօգնության բժիշկները պարոն Ղուկասյանի համար չէին ներսում։ Իմ ներկայության ընթացքում ոչ։ Պարոն Հարապետյան, տեղեկություն ունեք միայն այս վարույթով է սահմանափակվելու պարոն Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը, որովհետև ընդդիմադիրները համարում են սա քաղաքական հետապնդում։ Հնարավոր է լրացվի կամ նոր մեղադրանք առաջադրվի։ Ես էլ եմ համարում քաղաքական հետապնդում եւ ոչինչ բացառել չի լինի, ավելին ասեմ, այսօրվան պարոն Ղուկասյանը սպասում էր, հենց այդ չի որ պարոն Ղուկասյանի համար սա ինչ որ անակնկալ էր կամ անսպասելի բան էր։ Բոլորներ պարոն Ղուկասյանն էլ իր ներշրջանի մարդիկ բոլորն սպասում էին, որ այսօրը հասու է ոչ թե այն պատճառը, որ ինքը ինչ-որ բան անելու է, այլ երկրի առաջի դեմքը ազգային ժողովի ամբիոնից այս հրահանգը արդեն տվել էր։ Դա ասված, որ այս հրահանգով ավարտվի եւ մյուս հրահանգին չհասնեն, մասնավորապես առերևույթ ֆիզիկապես ոչնչացնելու հրահանգին։ Առավոտյան տեղեկություններ տարածվեցին, թե նրան տապալել են գետնին, բռնության են ենթարկել։ Մուտք գործելուց եղել է, այո, մուտք գործելուց եղել է շատ ես կասեի անշնորհք ձևով ներխուժում քաղաքապետարան, երբ բոլորովին դրա կարիքը չկար, վերջը այդ քաղաքապետարանում Հայաստանի Հանրապետության դրոշն ու գերբն է խփած, ինչ որ հանցավոր որջ չէին մտնում։ Մտնում էին, չգիտեմ, այդ գերբը երևի իրենց համար։ Հա, Արարատ լեռը կա, կարող է դա է մի քիչ զայրացրել ներխուժողներին, բայց ամեն դեպքում, կներեք, ամեն դեպքում ներխուժումը չի եղել նորմալ։ Եթե եկել է խուզարկության, ընդ որում Վարդան Ղուկասյանը չի ունեցել որևէ դավարական կարգավիճակ, եկել է խուզարկության, ձեր խուզարկությունն արեք։ Իրեն չէին հրավիրե։ Չէին հրավիրելու, եթե հրավիրեին մարդը ներկայանալու էր, միանշանակ։ Ավել խուզարկություն են իրականացնում։ Դեռ էլի խուզարկություն չէ։ Վերաբերելի չի պարոն Ղուկասյանին դուք ասում եք, այդ դեպքում գրասենյակները չկարող են գտնել։ Ֆոն է պետք, ժողովուրդ չեմ, ֆոն։ Բոլորը տեսնեն, որ պարոն Ղուկասյանի դեմ կա կազմակերպված հարձակում, ճնշում։
Այսինքն գրասենյակը որն է, քաղաքապետարանի։ Չէ, իր ազնական գրասենյակն է։ Իր ազնական գրասենյակն է։ Ընդամենը ֆոն, որ քաղաքում բոլորը տեսնեն։ Շրջանակում, հա, պարոն։ Հավանաբար այո։ Իսկ համայնքի պատկանող տեխնիկան ճիշտ է, որ արգրավել են տարել։ Եղել է նաև նման դեպքեր, այո, բոլորը մեծ մասը տեղափոխել են իմ տեղեկություններով ոստիկանության Ախուրյանի բաժին, Տուգանային հրապարակ, անհասկանալի պատճառով։ Չգիտեմ, որ վաղը միադել, ասեմ Վարդան Ղուկասյան լավ համայնքապետ չէ, աղբել է քաղաքի լսվել։ Մեկ անգամ հստակ այս բանին արդեն դատարան տեղափոխում են Ղուկասյանը ինչ տեղեկություն ունի։ Չկա որևէ տեղեկություն, որ նրան տեղափոխում են դատարան։ Եթե հակակոռուպցիոն դատարանում արդեն միջնորդություն է մուտք գրել, դա ակնհայտ ապօրինի է։ Առանց, այսինքն Կաշառք ստանալու երկրորդ մաս, խոշոր չափ։ Կաշառք Մի պահանջել։ Հիմա ինչ Հոդվածը վերնագրված է կաշառք ստանալ, բայց դիսպոզիցիայի մեջ ստանալու մասին, նկարագրության մեջ չկա ստանալու մասին։ Որովհետեւ մեր գործողությունները հստակ լինեն։ Մենք սպասում ենք պարոն Ղուկասյանի գուցե դուրս անեն ու տանեն, թե Ես պետք է ծանուցվեմ այն մասին, որ թե արդյոք դատական նիստ Չեք ծանոթ։ ապահովման միջոցի հարցի քննարկման համար։ Հաջորդ սպասելը դա է, հիմա մի բան հոդվածը կաշառք ստանալն է, հոդվածը այո։ բայց դուք ասացիք, որ կաշառք պահանջելու բանով է։ Նկարագրության մեջ գրված է հոդվածի վերնագիրը կաշառք ստանալը։ Դիսպոզիցիան կաշառք ստանալը կամ պահանջը կամ համաձայնություն ձեռք բերելը։ Կամերով Դա ձայնագրություններով են ապացուցում, որ կաշառքա պահանջել։ Ես զայնագրություն չեմ լսել, ժողովուրդ ջան։ Այո, հրապարակ։ Այո, որևէ այլ տեղեկություն մեղադրանքի որոշման մեջ չկա։ Չկա, որ ասի Պողոսն ասում է գնացի համաձայնություն ձեռք բերեցի, նա էլ համաձայնեց, չկա նման բան։ Կաշառք տվող այդ ձերբակալվածն էս մեկն է, թե չէ։ Հիմա ես միգուցե, բայց այսպեսի մտավախություն ավելի շատ համոզմունք ունեմ։ Ենթադրյալ կաշառք տվողներն ասում են ձերբակալվածն էս մեկն է, ասում եմ միգուցե մենք չգիտենք։ Հա, չգիտեք։ Հա, մենք չգիտենք։ Բայց ես այլ մտավախություն ունեմ, որ այս ձերբակալությունները Չեմ կամ ձեզ ֆիքսել։ Մի փոքր առաջ կողնակ։ ձերբակալությունները շարունակվող պրակտիկա են, մարդկանց վերցնում են, տանում ազատությունից զրկում են, վախեցնելով ցուցմունքներ են կորզում եւ ազատության դիմաց այդ ցուցմունքները վերցնում են, այս ամենը։ Կներեք, աբսուրդ չթվա հարց։ Աղբատար մեքենայից ցուցմունք վերցրել են, որ տարել են։ Կամ Որ մյուս աղբատար մեքենաների։ մեքենայից։ Չգիտեմ, այդ մեքենաներին տարել են երևի ինչ-որ փնչակ։ Դե Վարդան Ղուկասյանի որդու գործից քիչ մնաց հողից է ցուցմունք վերցնեին, ես չգիտեմ։ Հա, հող էին տարել թափել, Վարդան Ղուկասյանի որդու մեղադրում։ Մերման ենթարկելու ձևի հետ կապված, քանի որ պարոն Ղուկասյանը եւս մեկ գործով անցնում է այս դատական process-ների մեջ, ու տեսնում ենք, որ բարբերաբար գալիս է դատարան, պատշաճ ներկայանում է, հնարավոր չէր պարզապես ծանուցել եւ այս դեպքում էլ նա կներկայանար դատական։ Ժողովուրդ, միանշանակ կարիքը չկար առհասարակ նրան ձերբակալելու։ Մարդուն ակնհայտ աբոյնի անձին արդեն ձերբակալել է, այդ ձերբակալման փաստը մեկ անգամ դատարանների կողմից հաստատվել է։ Վերաքննիչ դատարանը որոշում ունի, հիշում եք, մինչև ընտրությունները, երբ էլի մասկի շոու կազմակերպեցին եւ Վարդան Ղուկասյանին դիմակավորները ձերբակալեցին։ Դատարանը, վերաքննիչ դատարանը ֆիքսել է, որ այդ ձերբակալումը եղել է աբոյնի։ Դրանից հետո բազմաթիվ process-ների Վարդան Ղուկասյանը ներկայացել է։ Հիմա այս process-ին ինչու չպետք է ներկանալ, այլ պետք է տանեին, որտեղ դրանից առաջ կրկնում եմ, երկրի առաջի դեմքը տվել է արդեն հրահանգը։ Եվ ոչ միայն այս հրահանգն է տվել, ես վախենամ ուրիշ հրահանգներ է տվել։ Պարոն Հարապետյան, այս պահին ինչ իրավիճակ է, այնտեղ ինչ գործողություն իրականացնում, որտեղ դուք դրսում եք Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ այլևս ոչինչ չի իրականացվում։ որտեղ քիչ առաջ ինձ հակակոռուպցիոն կոմիտեից էլ ասացին, որ կալանքը որպես խափամամիջոց կիրառելու միջնորդություն ներկայացել արդեն ձեզ ասել են դա։ Դա ոչ, դա ակնհայտ ապօրին է։ Դա կարող է ներկայացվել, կրկնում եմ, Մեղադյալի հետ միաժամանակ։ Հենց հիմա Ես Վարդան Ղուկասյանի հետ վերևն եմ եղել։ այսինքն Ինքը դատարանում չի եղել։ Չէ, ներկա հակակոռուպցիոն կոմիտեն, այսինքն բանը կալանքը միջնորդելու է դատարանի, որպեսզի ընտրեն կալանքը որպես խափամամիջոց։ Դա կարող է միջնորդելու է, բայց միջնորդություն այս պահին չի կարող լինել օրենքի տեսակետից։ Դե հիմա մի բարգեն էս։ Դե ձերբակալման որոշման մեջ էլ է գրված, որ դատարան ներկայացնելու նպատակով է։ Բառացի ասացին Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափամամիջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ներկայացվել։ Ներկայացվել, այո։ Ուրեմն դա ակնհայտ աբոյնի գործողությունը պատասխանատու կերպով հայտարարում։ Քննիչը ինչպես է ներկայացրել, եթե այստեղ պարոն Չէ, սա այլ ռեժիմ է, ժողովուրդ ջան, նայեք։ Անձը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալում են։ 12 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրել ու մեղադրյալի հետ միաժամանակ միջնորդություն ներկայացնեն դատարան։ 12 ժամվա Հիմա ընթացքում։ 12 ժամվա ռեժիմի մեջ է։ Եթե իրանք միջնորդություն մուտքագրում են դատարան, այդ պահին մեղադրյալն է պետք է լինի դատարանում։ Չի կարող մեղադրյալը լինել
Այստեղ միշտություն լինի դատարանում։ Երևի գրավոր ձևակերպել են ֆիզիկապես Դե կգրկվեն իրար։ այլ հարց է դա, որ ամեն ինչ էլ գծած է, բայց օրենքի տեսակետից դա ակնհայտ ապօրինի է։ Շնորհակալություն։